Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սայդոն քաղաքի Շահրաբիլ թաղամասի բնակելի շենքերից մեկին։ Հարվածի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 12 բուժաշխատող։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ շենքը կապված է եղել բժշկական ծառայությունների գործունեության հետ։ Մանրամասները եւ զոհերի վերաբերյալ տեղեկությունները դեռ ճշտվում են։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Լիբանանի եւ Իսրայելի միջև բանակցությունները նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ, սակայն հանդիպման ձևաչափի եւ օրակարգի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի եւ Լիբանանի դպրոցներին ու հիվանդանոցներին, ինչպես նախկինում Գազայում։ Նրա խոսքով Թուրքիան տարածաշրջանում հանդես է գալիս բանականության, երկխոսության եւ դիվանագիտական լուծումների օգտին։ Անդրադառնալով Գազայի պատերազմին, Էրդողանը նշել է, որ այնտեղ զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, նաեւ մոտ 1700 բուժաշխատող։ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում 2 տրամվայի բախման հետևանքով տուժել է 22 մարդ, նրանց թվում 5 երեխա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանությունը։ Դեպքը տեղի ունեցել մոտ 9:30-ին, երբ թիվ 6 երթուղով շարժվող 2 տրամվայ բախվել են Ոդնիկովի փողոցի մեկ հասցեի մոտ վթարի պատճառով Սվոբոդայի փողոցից դեպի Վոլոկոլամսի խճուղի քաղաքի կենտրոնական ուղղությամբ։ Երթևեկությունը ժամանակավորապես փակվել է։ Պակիստանը գիշերը հարվածներ է հասցրել Թալիբան շարժման օբյեկտներին եւ ահաբեկիչների թաքստոսներին Աֆղանստանի Քանդահար նահանգում, այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարարը։ Աֆղանական կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հաստատել է հարձակման փաստը, նշելով, որ զոհեր չկան։ Բախումները սրվել են այն բանից հետո, երբ փետրվարին Պակիստանի ավիահարվածներին Աֆղանստանը պատասխանել էր սահմանային հարձակումներով։ Իսլամաբադը պնդում է, որ Աֆղանստանը ապաստարան է տալիս պակիստանցի զինյալներին, ինչն էլ Քաբուլը հերքում է։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը շարժվում է դեպի պատերազմական տնտեսություն եւ պատրաստվում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Նրա խոսքով Բրյուսելը ցանկանում է ավելի շատ գումար, զենք եւ զինվորներ ուղարկել Ուկրաինա, սակայն Հունգարիան չի մասնակցի այդ գործընթացին եւ կփորձի մնալ խաղաղության եւ անվտանգության կղզյակ։ Օրբանը նաեւ նշել է, որ հնարավոր է ապագայում ԵՄ զինվորներ հայտնվեն Ուկրաինայի տարածքում, սակայն Բուդապեշտը ցանկանում է հեռու մնալ այդ սցենարից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում ներկայումս դադար է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կենտրոնացած է այլ առաջնահերթությունների վրա։ Նրա խոսքով եվրոպական երկրները փորձում են համոզել Կիևին շարունակել պատերազմը եւ չեն նպաստում խաղաղության գործընթացին։ Միաժամանակ Reuters-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում մի շարք երկրներ փորձել են միջնորդել Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության նվազեցման հարցում, սակայն Թեհրանը հրաժարվել է հրադադարից, քանի դեռ չեն դադարել Ամերիկայի Միացյալ Նահանգների իսրայելական հարվածները։